Սիրելի հայրենակիցներ, նախագծի հետ կապված խոսենք, երբ որ հերթ հասավ նախագծին։ Հիմա Տիկին Սարգսյանն ասում է հանրային քննարկում ա եղել։ Ճիշտ ասած, ես չգիտեմ հանրային քննարկումը ինչ ձևաչափով ա եղել, բայց վերջերս առաջարկ ստացա այս հարցով հրապարակային բանավեճ ունենալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի հետ։ Մասնակցել ենք մոտ 10-15 ընտրական իրավունքի, քաղաքացիական իրավունքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ էին։ Ինչ հարցադրում բարձրացնում ենք, Տիկին Ղազարյանն ասում էր դեռ ժամանակ կա։ Նույնիսկ հարց տվեցի ազգային ժողովի փորձագիտական գրասենյակի կարծիքը կա թե ոչ, դեռ ժամանակ կա կլինի։ Հիմա նախագիծը բերել են Հայաստանի ազգային ժողովի փորձագիտական այն գրասենյակը, որը բազմաթիվ օրենքների նախագծերի հետ կապված տալիս է իր կարևոր եզրակացությունը, դա ամբողջությամբ բացակայում է։ Ինչ վերաբերում է հանրային քննարկումներին, այդ որ հանրային քննարկումների արդյունքում է, որ ապշտապ բերում են նախագիծը, երբ որ նախորդին Հայաստանի առնվազն հասարակական կյանքում վերջին տարիներին ամենաակտիվ մասնակցությամբ հանդես եկած հասարակական կազմակերպությունները միասնական հայտարարությամբ նշում են, որ այս նախագիծը հակասահմանադրական է եւ այս առումով իրականում հանրության հետ կապ չունեցող, հանրության կարծիքը չլսող նախագիծ է, որ բերվում է օրակարգ։ Եվ այս առումով այս հափշտապողականությունը ուրիշ ձև չի կարելի բացատրել, քան քաղաքական հետի նպատակներ ունեցող, որը առնչվելու է մեր 100 հազարավոր հայրենակիցների, որոնք զրկվելու են Հայաստանում ընտրությունների մասնակցելու հնարավորությունից։